Ողջույն սիրելիներս, ձեզ հետ է խորհրդատում արտակարգ։ Այո, այսօր մեր թողարկում արտակարգ է, իսկ արտակարգ է ինչու հիմա բացատրում։ Ուրեմն այս գեղեցկուհիներին, ոնց տեսնում եք հիմա ձեր կադրում, պատվերներ են բնականաբար, որոնք ես պետք է նկարեի դեռ անցյալ շաբաթ, բայց քանի որ պատվերները բոլորն իմն էին, մտածեցի, որ դե իմն է կնկարեմ։ Հարմար պահ կգտնեմ կնկարեմ, բայց ինչն ամենա դաժանն էր, այդ հարմար պահը այդպես էլ չեկավ։ Եկան հաջորդ պատվերները, որոնք հաջողությամբ նկարեցի, տեղադրեցի, իսկ սրանք մնացին այսպես, եւ քանի որ ես իրանց չէի նկարել, նրանց հանգիստ խղճով հավաքել եւ տեղավորել չէի կարող, թեև մի քանի բան, ինչպես տեսնում եք, այսպես կադրից նույնիսկ կան բաներ, որոնք օգտագործել եմ, ոմանք չեք տեսնում, շամպուններն են երկու անգամ օգտագործել, բայց իրանք չեն մնացել իրենց տեղում ու եկել են նորից հավաքվել է սեղանի վրա, որ փոխվել ու սպասել են իրենց աստղային ժամին։ Միայն հաջողացել եմ նկարել այս տուշը, որով շտապում էի ձեզ հետ կիսվել, ուղղակի չէի համբերում, սկսեցի։ Մի խոսքով երեխեք ջան, ինչ գլուխները ցավեցնեմ, հիմա եկեք արագ նկարեմ, ձեզ ցույց տամ, ես արտակարգ թողարկումն անեմ ու իմ շունչը բացի կարողանամ հանգիստ օգտագործել, որովհետև կարծես թե մի ծանր բեռ լինի ինձ վրա, որը չգիտեմ, որից պետք է ազատվել։ Իսկ ազատվելու միակ տարբերակը ձեզ հետ կիսվելն է, դե ինչ, գնացինք առաջ։ Դե ինչ սիրելիներս, մեր արտակարգ թողարկումը շարունակվում է, ես ձեր ուշադրությանը եմ ուզում ներկայացնել այս գեղեցկագույն կրեմը Garderica շարքից։ Garderica կրեմը ես շատ եմ սիրում, շարքը ներողություն, շատ եմ սիրում, ինքը 40+ է, բայց պետք է անկեղծ ասեմ, ես իրեն սկսել եմ ավելի շուտ օգտագործել։ Մի անգամ օգտագործեցի, սիրահարվեցի ու պարբերաբար դեռ այն ժամանակ 40 չկա, անդադ վերցնում էի, իսկ հիմա ինքը իմ ամենա սիրելիներից է։ Շատ լավ տեքստուրա ունի, մեծագույն մասն օգտագործել եմ, իմ գիշերային եւ ցերեկային կրեմները շատ արագ են սպառվում, եթե նկատել եք, սա լավագույն շարքերից եւ լավագույն կրեմներից է, որ ես ուղղակի պաշտում եմ։ Ճիշտ ասած վերցել է One Week Miracle։ Այսպեսի շարք ունենք, դրա ցերեկային եմ օգտագործում, դրանից էլ եմ ուղղակի ցնցված, ուղղակի քանի որ իր մեջ կան շատ նորագույն տեխնոլոգիաներին համապատասխանող ինչ-որ ինգրեդիենտներ, իրանք բավականին թանկ են, ու քանի որ ունենք արժևում կտրոններ, որոշեցի սպասել ու կտրոններով վերցնել ու համադրել, հա։ Առայժմ Garderica-ն եմ օգտագործում, ինչ գլուխները ցավեցնեմ, շատ սիրում եմ այդ շարքը, ձեզ էլ մեծ սիրով խորհուրդ եմ տալիս, շարքը 40+ է, 1551 արտակարգ հոտ ունի, սկսեցիք 1551, սա գիշերային կրեմն է։ Տեսեք, մի շաբաթ է օգտագործում ու համարյա թե չկա, քանի որ իմ դեմքը ավարտվում է դեկոլտեի հատվածով, հա, դրա համար կրեմները սպառվում են կայծակնային արագությամբ։ Անցնելով առաջ ձեզ ցույց տամ այս երկու կտորե դիմակները, որոնք վերցրել եմ էլի իմ համար, ամբողջությամբ պատվերի դեպ իմ պատվերներն են, հենց դա է պատճառը, որ այսպես մնացել են անկյունում ու լուր փոշոտվում էին, երբեմն օգտագործվում ու բանը նկարահանմանը չէր հասնում։ Եկուման վերցնում եմ երկրորդ անգամ, շարքը գիտեք շատ եմ սիրում, դա ասում եմ նրանց, ովքեր որ մշտապես են հետևում, գիտեն ինչքան շատ եմ ես սիրում ու ինչքան շատ եմ սիրահարեցնում, որովհետև շատ եմ պատմում իր մասին ու աղջիկներն էլ վերցնում են պարբերաբար 12860, խոսքով շատ եմ սիրել, շատ եմ հավանել եւ արագ տանից դուրս գալու համար ինքը ուղղակի իդեալական տարբերակ է, հա, խորապես խոնավեցնում ամաշկա ու տեսքը ուղղակի լինում է 10-ից մի միլիոն։ Այս մեկն էլ վերցրել եմ պեպտիդներով տարբերակը, իրականում մի քանի հատ է վերցրել, ընթացքում նվիրեցի, բայց էլի կվերցնեմ, քանի որ իրանք շատ լավ միջոց են ու շատ էֆեկտիվ, ինչն ամենակարևորն է։ Այս պեպտիդներովի կոդն էլ եկեք ասեմ 12203, եթե ուշադիր լինեք, եթե խորհրդատվեք, իրենք պարբերաբար գալիս են բավականին հարմար գնով եւ կարող եք պահեստավորել, եթե սիրում եք նման միջոցներ։ Եվ այստեղ ցույց տամ ձեզ Oxology շարքի իմ սիրելիներին լվացվելու գելը, որի մասին էլի անդադ պատմում եմ, գիտեք, որ մեր ֆավորիտներից է, շատ սիրում եմ, դեռ իրեն չեմ հասցել բացել, քանի որ օգտագործելու ունեի 3673, բայց իսկական ժամանակներ են էլ տեղափոխելու, քանի որ նախորդ գելս, որը Retinol շարքից էր, արդեն վերջացավ եւ Oxology շարքի Նեժնի տոնիկն եմ վերցրել, ուրիշ չգիտեմ ինչի, ընդհանրապես առաջին անգամ չի որ օգտագործում, բայց ինչ-որ անկապ հոտ եմ առնում իրանից, տեսակ, չգիտեմ, իրանից է թե ինձանից է, ճիշտ ասած մի քիչ մրցել եմ, գուցե եւ հոտային եւ համային ինչ-որ տարօրինակ զգացողությունների արդյունքում է, որ այդ հոտն առնում եմ, բայց դուրս չի գալիս ու մի կերպ եմ օգտագործում։ Մինչև նորը կպատվիրեմ, աղջիկների համար վերցրել եմ IDEO-ի այս սպրեյը, փչովի տարբերակը, որը շատ հարմար է եւ շատ հավանում ենք 6800 է կոդը։ Այս սիրունի մասին խոսել եմ, եթե տեսել եք, չեմ խոսալ, հավելշուտ ցույց եմ տվել, Celebrity շարքից է, այս շարքից էլի ունեի շագանակագույն ու այս անգամ վերցրել եմ կապույտը, շատ է ուզում ունենալ, շատ լավն էր, չի հիասթափեցրեց, շատ սիրեցի ու արդեն հեսա ավելի հուսամ, ավելի
հաճախակի 20-50-72 արտիկուլը, եթե ինչ-որ մեկին կհետաքրքրի, եւ այստեղ տեսնում եք իմ սիրելի նուկին, որին հաճախակի եք տեսնում, եթե մշտապես հետևում եք իմ սիրելի ատամի մածոկների 97% բնական միջոցներից, արտիկուլը, որ է արտիկուլը 2212, ածուխով է, ունի սպիտակեցնող եւ հակաբորբոքային էֆեկտ, եւ բացի այդ իր մեջ չունի ֆտոր։ Եթե դա կարևորում եք, իմացեք, որ այս շարքը չունի, բայց կարծես թե ինքը դուրս է գալիս արտադրությունից, չեմ հիշում ասել եմ այդ մասին թե չէ, հայտնվել է 75% զեղչերի մեջ, չգիտեմ կվերաթողարկվի արդյոք թե ինչ, հաջորդ կատալոգում տեսել եմ, բայց վստահ չեմ, որ նուկին է, մեր նու շարքն է, այնպես որ սպասենք հուսանք չեն հանի արտադրությունից, քանի որ ես շատ եմ սիրում այս շարքը։ Վերցել եմ Umo շարքից այսպիսի մանկական ինտիմ հիգիենայի համար նախատեսված գելեր, երկու հատ են վերցել, քանի որ երկուսի դեպքում տալիս է բավականին լավ զեղչով, 3266 է արտիկուլը, շատ լավն է, դեղցի հոտով է, մշտապես վերցնում ենք։ Եվ այստեղ հասանք այս գեղեցիկ եռյակին, որին հասցել եմ երկու անգամ օգտագործել, մեր սալոն քեր շարքն է։ Ես շատ սիրում եմ մշտապես վերջին 1 տարին հաստատ, որ առանց փոփոխությունների օգտագործել էի սալոն քերը, բայց շարքը վերաթողարկվեց, երկար նայում էի, ուսումնասիրում էի, մտածում էի վերցնեմ, չվերցնեմ, ինչ որ բան փոխվել է, լրիվ նույնն է։ Երբ ծանոթացա բաղադրությանը, զգացի, որ ինչ որ բաներ փոխվել էին ու մտավախությունս մեծ էր եւ պատվիրեցի։ Սա արգանի եւ մակադամի յուղով տարբերակն է, վերցել եմ միանգամից շամպունը, բալզամը եւ յուղը, քանի որ այս կատալոգում շատ լավ առաջարկով էր գալիս, եթե նկատում եք իրանք բավականին մեծ են, 400 ml է տարողությունը, ինչ կարող եմ ասել, անգամ լվացել եմ եւ լվացել ունեի աղջիկների մազեր, աղջիկներին շատ լավ եկավ, ինձ էլ կարծես թե վատ չէր, արդեն չեմ հիշում, բայց լավ էր, բավականին լավ եկավ։ Հիմա եկեք ձեզ ցույց տամ շամպունը, ուրախացնող փաստային, որ այս տարբերակով է, քանի որ շատ հարմար է օգտագործումը, չնայած բացելուց մի լավ տառապում եմ, դեռ չեմ սովորել։ Մի խոսքով այսպեսի տեսք ունի, մեղր կարծես լինի, շատ անուշ է բուրում, ինչ խոսք, երևի կազմ եղած յուղերի հաշվին, մտածում եմ, ենթադրում եմ, չգիտեմ։ Իր մեջ չունի սուլֆատներ, 400 ml տարողություն, ինչպես տեսակ, շատ լավն է, շատ հավանել ենք, դեռ կօգտագործենք, չգիտեմ, ելի կվերցնեմ թե չէ, բայց ամեն դեպքում դեռ գոհ ենք իրենից, այլ բալզամն է, դեռ չեմ կարողացել բալզամը բացել, ստիպված է այսպես բացել ու օգտագործել ու նկատել, որ ինքը շատ խիտ է, իսկ քանի որ իրանք մի չափի են, հաստատ շամպունն ավելի արագ է սպառվելու, իսկ բալզամը մնալու է, ենթադրում եմ։ Ուլը առանձին ասեմ, եթե կհետաքրքրի 10338 շամպունին էլ չասեցի, ասեմ 10337 եւ այս երկուսի հետ մեկտեղ գալիս էր նաեւ յուղը, վերաթողարկված տարբերակն է, սալոն քերի յուղը, այստեղ մոտերքում չի, որ ձեզ ցույց տամ, սպառվել էր արդեն յուղս, որին շատ սովորել էի ու ինչն ամենաշատն էի սիրում այս շարքի մեջ, դա նրա բույրն էր ու հիմա չէ, սա էլ վատը չի բույրը, բայց փորձում եմ հարմարվել։ Որակն էլ վատը չէ, օգտագործել ենք, էլի արգանի ու մակադամի յուղով էր, ունի ամրացնող եւ սնուցող էֆեկտ։ Սրա արտիկուլն էլ 10340, 3-ի համար վճարել եմ 6000 դրամ ընդամենը։ Եվ անցնելով առաջ, այստեղ տեսնում ենք եւս մեկ գեղեցկուհի գել արոմաշարքի, այս անգամ վերցել եմ Mystic Cherry-ին, պարֆումացված գել է։ Նախորդը ուզում էի հիշել, անկեղծ ասած, երբ եմ վերցել, բայց իմ հիշելը վերցել եմ տոներից առաջ, այսինքն մոտավորապես նույնիսկ տոներից առաջ չէ, դեկտեմբերի սկիզբ էր, երբ նորույթը դուրս եկավ, եթե չեմ սխալվում, դեռ կնայեմ, կհամեմատեմ, մի խոսքով 3 դեկտեմբեր, հունվար, փետրվար, արդեն ուղիղ 3 ամիս է, այս գելը ուղղակի չի սպառվում, մինչև հիմա էլ դեռ չի սպառվել, մեջը կա, բայց որոշեցի վերցնել նորը, վերցնում եմ նոր, ինչի մասն է դա խոսում եմ մասին, որ շատ հավանել եմ, շատ լավն է, շատ խիտ է, նախորդի հոտը էլի շատ լավն է, որ մեկն էր տաբակ ու վանիլ էր, կարծեմ, թե շատ խիտ է, այսպես չգիտեմ, ոյ, կնկատեք թե չէ, ոյ, հոտն էլ բավականին հետաքրքիր է, այնպես չի, որ լրիվ բալի հոտ է, ինչ-որ տենց պարֆումացված հետաքրքիր հոտ ունի, ու ինչն է հետաքրքիր, որ այս գլխիկները նախ շատ հարմար են օգտագործման ու հետո էլ այնպես է մտածված, որ երբ իրան այսպես փորձում ենք դուրս բերել, ինքը չափից ավել դուրս չի բերում, ոնց որ մյուս դեպքերում են լինում, այսինքն դա էլ նպաստում է, որպեսզի գելը բավականին լավ ու երկար ծառայի։ Մի խոսքով շատ երկար ստացվեց, արտիկուլը ձեզ չասեցի 20
11 արտիկուլն է, 400 մլ տարողությունը, այն հանգիստ խղճով ավարտում եմ այս արտակարգ թողարկումը, բոլորին ուղարկում եմ իրենց տեղեր, հանգիստ խղճով եւ պատվով ծառայելու իրենց նշանակությանը։ Շնորհակալ եմ, որ նայեցիք, չմոռանաք միանալ ալիքին, հիշեք, որ բոլոր օգտակար հղումները տեղադրված են վիդեոյի ներքևում, ինչպես նաեւ իմ կոնտակտները, եթե ունեք հարցեր, ուզում եք գրանցվել, մի խոսքով ցանկացած հարց կապված այդ ամեն ինչի հետ կապված, կարող եք գրել, գտնել ինձ։ Բոլորիդ մաղթում եմ լավ օր եւ հաճելի ու սիրուն գնումներ մեր սիրելի ընկերության հետ։